Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է։ Բարև ձեզ։ Պարոն Քոչարյան, բնականաբար մեր զրույցը սկսելու ենք 44-օրյա պատերազմի քննիչ հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներից, արդեն ավարտված աշխատանքներից, զեկույցից պատրաստի, բուռն քննարկումների տեղիք է տվել, դե կարծում եմ բոլորը արդեն գիտեն, որ հրապարակվելու է դրա բաց մասերը, չի հրապարակվում, իրավական ինչ-որ խնդիրներ է տեսնում պետաիրավական հանձնաժողովը, ազգային ժողովի նախագահն ասում է, որ խորհրդում քննարկել են, որոշել են փակ ռեժիմով քննարկել այդ զեկույցը, ինչը նաև բուռն շահարկումների, մտահոգությունների տեղիք է տվել, հետևաբար չանդրադառնալով այս ամենին, ինչ արդեն հանրությանը հայտնի է եւ քննարկվում է, հարցը շատ ուղիղ հալ ձևակերպեմ ու սկսենք դրանից։ Ըստ ձեզ, պետաիրավական հանձնաժողովը, իդեմս Վլադիմիր Վարդանյանը, ինչ խնդիր է լուծում այս դեպքում, քաղաքական, անձնական, արտաքին քաղաքական։ Ես կավելացնեի, որ մտել ենք նաև շահարկումների փուլ, որտեղ առավոտյան նայեցի Սերյան Օհանյանն է տեսակետ ասել, երբ որ անհրաժեշտ էր տեսակետ ասելուց առաջ մասնակցել քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, իրենք փախել են։ Հիմա, երբ որ արդեն զեկույցը պատրաստ է, սկսում են ինչ-որ ենթադրություններ անել, տեսակետներ ասել, հոդվածներ պատվիրել եւ հոդվածներ գրել, զեկույցի վերաբերյալ, որոնց տեղյակ չեն, որտեղ զեկույցը մեկ օրինակից է բաղկացած եւ ուղարկված ազգային ժողովի նախագահին։ Դա կանոնակարգ օրենքի պահանջն է 25-րդ հոդվածի եւ 26-րդ հոդվածի, բայց բնականաբար իրավական խնդիրների առաջ են կանգնել, այն ինչ որ չենք կանգնել քարորյա պատերազմի զեկույցի ընթացքում, որովհետև կանոնակարգ օրենքը նաև շտկելու խնդիր ունի եւ մեր պետաիրավական հանձնաժողովը կարծում եմ պետքա ձեռնամուխ լինի այս նմանատիպ հարցերի շտկմանը, որովհետև սա երկրորդ քննիչ հանձնաժողովն է, որ ազգային ժողովը ստեղծվեց պաշտպանության եւ անվտանգության հարցերի հետ առնչվող եւ առաջին դեպքում այդ խնդիրը շրջանցվեց ստեղծելով նախադեպ, երկրորդ դեպքում խնդիրը էլի առկա է, բայց պետք է լուծումներ գտնենք իրավական դաշտում։ Քաղաքականը շահարկումները ոչ մի լավ տեղ մեզ չեն տանելու, որովհետև զեկույցի կարևորությունը շատ մեծ է եւ իշխանությունը, որը ստեղծել է որոշում է կայացել քաղաքական քննիչ հանձնաժողով ստեղծելու 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող, բնականաբար այդ հարցերի մեջ շատ մեր համար կարևոր էր որտեղ սայթակեցինք եւ մենք վեր ենք անել ինչքան հնարավոր եղավ եւ ժամկետների ձգձգումը նաեւ կապված է այդ ծավալների հետ։ Ասեմ ձեր կանոնակարգ օրենքը մեզ հնարավորություն տվեց 3 անգամ երկարացնել ժամկետը, որտեղ կանոնակարգ օրենքում հնդածս եղավ փոփոխություն եւ եւս 6 ամիս ավելացվեց, բայց մեր պարագայում պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի պարագայում մենք մշտական գործող հանձնաժողով ենք, ի տարբերություն մյուս ձևավորվող քննիչ հանձնաժողովները, որոնք ստեղծում են կոնկրետ ժամկետում եւ այդ ժամկետում էլ պետք է ներկայացնեն զեկույցներ։ Հիմա տարբեր մեկնաբանությունների խնդիր կա եւ այդ մեկնաբանություններից որպեսզի զերծ մնանք, մենք կգնանք իրավական լուծումներով, այսինքն զեկույցի լինելու փաստը ամենակարևորն է եւ զեկույցի մեջ ներառված նյութերը առաջին հերթին անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետությանը եւ հանրապետության այն կառույցներին, որոնք առաջնահերթ պետքա զգան ոնց որ քարորիայի ժամանակ էր այն փոփոխությունների փաթեթը, որը եզրահանգումների վերջում պետքա իրանք իրականացնեն։ Պարոն Քոչարյան, շատ լավ, այսինքն ես ձեր խոսքից հասկացա, որ այնուամենայնիվ զեկույցի բաց մասը չի հրապարակվելու։ Չէ, այդպիսի բան ես չասեցի։ Բայց եթե գնում եք իրավական ճանապարհով, իրավական մասով։ Իրավական ճանապարհ, ասեմ ձեզ, ես հասկացա հարցը։ Զեկույցը ամբողջության մեջ ինքը ունի գաղտնիության շատ մեծ աստիճանակարգ։ Ընդհանուր փուշ գաղտնի աստիճանակարգ ունի, բայց զեկույցում կարող է գտնվեն եւ բնականաբար կգտնենք իրավական ինձևաչափը, որտեղ այդ բաց մասը կառանձնանա։ Եզրակացության ձևով, թե այլ ձևով դա արդեն քննարկումների արդյունքում կլինի եւ շտապել է, այստեղ մեզ ոչ մի լավ բանի չի բերի, բայց այդ բաց մասը մեզ կտա հնարավորություն նաեւ հասարակությանը, եթե դա կարողանանք գտնենք, նաեւ պատկերացում կազմի, որից հետո ինչի ենք հասել եւ արդյունքում ինչ ունեցանք։ Այս 3 հարցերի պատասխանը ըստ մեզ հանձնաժողովի 1.5 տարվա զեկույցի վրա աշխատանքը եւ 1.5 տարի էլ փաստերի հավաքագրման աշխատանքը հիմք է տալի ասելու, որ մենք ունենք մի բան, որը մեզ հնարավորություն կտա իրականացնել
աշխատանքներ, այդ բացթողումները շտկելու եւ մեղավորները նաեւ այնուամենայնիվ կստանան իրենց գնահատականը, եթե հայտնաբերվեն նաեւ մյուս մարմինների կողմից այդ բացթողումների հեղինակներին։ Իհարկե ասեմ, որ զեկույցում ներառված են թե քանի քրեական գործ, ում նկատմամբ, ինչի, որ դրվագների, որտեղ այդ դրվագների մեջ նաեւ մարդկային ճակատագրեր են։ Ես ըստ էության նախորդ իմ հանդիպումը լրատվամիջոցի շրջանակներում որոշ բաներ խոսեցի, բայց ես հիմա խոսում եմ զեկույցի շարունակությունը, ինչպես եմ տեսնում։ Ես տեսնում եմ այն ճանապարհով, որը իրավական ընթացակարգով պետք է գնա, իսկ զեկույցի ապագան դա պետք է լինի այնտեղ, որտեղ որ զեկույցները նախատեսված են խնդիր լուծելու համար։ Այսինքն ձեզ համոզել են լիագումար նիստեր չմտնելը։ Ես չեմ որոշողը լիագումար նիստեր մտնել չմտնելը։ Ես շարժվել եմ կանոնակարգ օրենքի պահանջով։ Զեկույցը ուղարկել եմ ազգային ժողովի նախագահին եւ ազգային ժողովի նախագահի լիազորությունների շրջանակում է գտնվում իրավական ինչ ընթացակարգով դա կունենա իր շարունակությունը։ Ինչե դուք համաձայն չեք, հիմա համաձայն եք։ Ես սպասում եմ որոշումներին։ Հիմա համաձայն լինել չլինելը իմ համար շատ կարեւոր է, որպեսզի դա շահարկումների առարկա չլինի, բայց որ զեկույցը պետքա ունենա քննարկումների շրջանակ, դա ակնհայտ է, նաև ծանոթանալու շրջանակ։ Եվ վերջին հաշվով չի կարա գոյություն ունող զեկույցին իրավասու մարմիններ եւ պատգամները չկարողան ծանոթանալ, նաև այն պատգամները, որոնք նաև ընդդիմության շարքերում են, որոնք աշխատանքից փախել են։ Լավ, եթե փակ ձևաչափով է քննարկվում, դրան մասնակցություն այլ ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիական ներկայացուցիչներ։ Չէ, դա կլինի այն ընթացակարգը, որը ես հիմա չեմ պատկերացնում։ Դա լսումների ձևաչափն է կամ այլ ձևաչափը, այդ ձևաչափի մեջ կանոնակարգ օրենքը, որը սահմանադրական օրենքը, հնարավորություն չի տալի քաղաքասարակության մասնակցությունը։ Այսինքն, բայց պատգամներին տալիս է հնարավորություն առաջները ծանոթանալու եւ պետական այն կառույցներին, որոնք պետքա ծանոթանան եւ իրականացնեն գործողություններ, որը միտված է այդ բացթողումների շտկմանը։ Դա հասարակությունը, որը ամենամեծ գինը վճարեց։ Չի կարա հասարակությունը տեղեկացված չլինի, ասեմ ձեզ, հասարակությունը շատ բաներից նաև այս բանը էլ տեղեկացված է։ Վերցնենք անալոգիա։ Մարտի 1-ի փաստավակ խմբի զեկույցները։ Ինչու այդ զեկույցները ամբողջությամբ էին բաց, ինչ որ մասը բաց էր, ինչ որ մասը, բայց մեծ մասը բաց էր, որովհետև այն ժամանակ ընդդիմությունը ունեցավ հնարավորություն մասնակցի աշխատանքներին եւ հանդես գա զեկույցներով։ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի ստորագրությամբ 5 զեկույց է, իսկ առաջին զեկույցը Ամրետ Թաթևոսյանի խմբի կողմից է եղել զեկույց։ Դրանից հետո եղան քաղաքական եւ այլ որոշումներ, որովհետեւ շարունակություն չունենա, բայց շարունակությունը 17.5 տարի հետո միեդի որոշման մեջ տվեց իր արդյունքը։ Այս դեպքում էլ չպետք է սպասենք մի 20 տարի։ Ես համոզված եմ, որ կլինեն նաեւ բաց հատվածների քննարկումներ, որտեղ ես էլ հանդես կգամ, նաեւ հանձնաժողովի անդամներն էլ կխոսեն, նաև զեկույցին ծանոթացած մարդիկ էլ կգտնեն ինչ-որ ձևաչափ, որովհետև նույն ընդդիմությունը պետք է ծանոթանա, չէ՞, զեկույցի բովանդակությանը ամբողջությամբ։ Եվ նրա տակ դրված հիմքերը, հիմնավորումները, որոնք շատ մեծ ծավալ են իրանցից ներառում։ Շատ լավ, երբ դուք ասում եք գաղտնի, հույժ գաղտնի, դե պարզ է, իսկ այդ գաղտնի եւ հույժ գաղտնի տեղեկությունները մասնավորապես արտաքին ինչպիսի շրջանակներ են ընդգրկում։ Ձեզ հայտնի։ Մեզ հայտնի։ Ես կարող եմ հիմա ենթադրություններ անել։ Ոչ։ Ինչու։ Ժամանակից շուտ ենթադրությունները կարան վնասեն դրանց լուծումներին։ Հենվելով ֆակտորին տված ձեր հարցազրույցում, որտեղ նշում եք, որ տեղեկություններ, տվյալներ եւ այլն պատերազմի կամ մոտալուտ պատերազմի մասին, որոնք ապակ կողմնորոշիչ են եղել Հայաստանի գործընկերների կողմից, հա, գաղտնի եւ հույժ գաղտնի հատվածները վերաբերում են նաեւ Հայաստանի ռազմավարական գործընկերներին։ Բոլոր այն շրջանակներին, որոնք մասնակից են եղել այդ ժամանակաշրջանի ապակ կողմնորոշման գործընթացներին, որը պետքա նաև շարունակություն ունենա։ Զեկույցը հենց դրանով էլ արժեքավոր ինչի համար, որովհետև մենք ունենք արդեն ստեղծած մարմիններ, որոնք պետքա գնան այդ հետքերով։ Ինչի եղավ, որից հետո, այսինքն այդտեղ մեծ ծավալի օպերատիվ բացահայտումների դաշտ է բացվում հատուկ ծառայությունների համար։ Իսկ ի՞նչ է դա ենթադրում։ Դա ենթադրում է խելքի գալ եւ հասկանալ, ոնց պետքա շարժվենք ապագայում, նաև կառուցելով այնպիսի համակարգ, որպեսզի մեզ չկարողանան ապակողնորոշեն։ Այսինքն մեր աչքերը պետքա բաց լինեն։ Այսինքն բաց լինել նկատի Դա ինչ են կատակին հետախություն ստեղծել։ Չվստահել դաշնակիցների տրամադրած տեղեկություններին, թե այդպիսի տեղեկությունների տրամադրման իրավապայմանագրային բազան վերանայել։ Ոչ։
օպերատիվ աշխատանքը չի ընդհանրում միայն իրավական գործընթացներ։ Դա շատ ավելի խորն է եւ շատ ավելի թաքցված է, բայց դա մեզ տալիս է հնարավորություն որոշում կայացնողներին հասկանալ մեզ ինչի մղեցին այդտեղ օր առաջ, որովհետեւ մենք խուսափենք հնարավոր զարգացումներին, այլ ոչ թե հետևից վազենք։ Խոսքը վերաբերում է ՀԱՊԿ գործընկերներին։ Նաեւ հիմնականում այո։ Կային այլ գործընկերներ, որոնց հետ Հայաստանը Ես կարծում եմ, որ այլ գործընկերները պետքա նաեւ լինեն մեզ աջակցող, հա, process-ների մեջ, բայց մենք այդ դաշտը դեռ չենք ստեղծել։ Հիմա մեր պետությունը ձեռնամուխ է եղել բարեկամներ ունենալու նաեւ այդ համակարգերը ճիշտ հասկանալու համար։ Իսկ Ես ճիշտ բացատրեցի, ընկալելի եղավ։ Փորձենք էլի բացել, հա։ Երբ որ ասում եք ունենք արդեն արտաքին հետախուզական ծառայություն եւ այլն, հա։ Բայց նաեւ զեկուցով հանդես եկավ մեր Այո։ տվյալ ծառայությունը եւ նաեւ եթե նկատեցիք եղան տարընթերցումները զեկուցի հետ կապված։ Նայնդմության դաշտում շատ բնական է։ Օրինակ այսօր Սերյան Օհանյանը Սպուտնիկում չէր հարցազրույց, ում համար։ Սպուտնիկում է պատկանում։ Ռուսաստանի համար է տալիս հարց։ Ես չգիտեմ, ինքը չէր ուզում ասել, ինքը ուզում էր ասել, որ զեկույցը հատուկ գրված է բանակի դեմ։ Այդ որտեղից գիտի ինքը։ Կամ ի՞նչ նշանակում բանակի դեմ, չէ՞ որ բանակն է մասնակցել ռազմական գործողություններին եւ մենք այնտեղ չենք հաջողել։ Նաեւ այն բանակը, որ ինքը ղեկավարել է։ Ավելին, ինքը ղեկավարել է նաեւ Արցախի բանակը, պաշտպանության բանակը 7 տարի։ Եվ հիմա անդադ այսպես փորձել փախնել պատասխանատվությունից, ինչ որ հարցազրույցներ այդպես չի լինի։ Եվ բնականաբար, երբ որ քրեական գործեր կան, դեռ մարտի 1-ով չի հասկացել պարոն Օհանյանը, որ մարտի 1-ում ինքը լուրջ դերակատարում է ունեցել այն գործողությունները, որ Արցախում մարդիկ են մահացել։ Դե ասում է ես պետության հետ կապ չունեմ։ Բաով կապ ունեմ։ Լավ, այդ թողնենք այս։ Չէ, ո՞նց թողնենք, որովհետև այստեղ խնդիրներ են առաջացել, եւ այդ խնդիրների այսպես պարզության մեջ է նաեւ մեր հաջողությունները լինելու, որովհետև խնդիրները հենց այնպես չեն առաջացել։ Հիմա այս շարքումներն էլ հենց չեն։ Տեսեք ինչ հոդվածներ են գրում։ Սկսեցին ժամկետանց զեկույց։ Ոնց կարա մի բանը, որ անհրաժեշտ է մեր երկրին, լինի ժամկետանց։ Եթե իրավական խնդիր կա, պետք է լուծել։ Եվ մեր պետաիրավականին ես առաջարկելու եմ պարոն Վարդանին, որպեսզի եթե այդպիսի խնդիրներ կան, հանձնաժողովի նիստանի քննարկենք եւ մեզ էլ հրավիրի, մենք էլ կմասնակցենք, որովհետեւ ես հասկացա, որ պարոն Վարդանը տեսակետ ասել, բնականաբար ես ակնկալում եմ, որ գոնե իմ հետ պետք է քննարկել դա։ Բայց շահագրգռությունը, որ ամենաառաջին հարցը տվեցի, էլի, զուտ իրավական է, հա, այսինքն արտաքին քաղաքական, անձնական, որևէ հարց չկա այստեղ։ Զեկույցը ներառելը ինչ հնարավոր է։ Չէ, զեկույցից դե բխող բնականաբար։ Բնականաբար, բայց զեկույցը կգնա այն հասցեներում, որտեղ պետքա ծանոթանալուց հետո պատկերացնենք, թե քաղաքական առումով, որից հետո ինչպես է ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը փաստերի հիման վրա ներկայացրել այդ ձևակերպումները։ Ոչ թեաշո, երբ որ ասում են պետական ինստիտուտները պետքա այնուամենայնիվ դրանց նկատմամբ բան անի, մի օրինակ վերեմ, Քարորիայի զեկույցը, եթե մանրամասն պաշտպանական գերատեսչությունը նա ուսումնասիրած լիներ, կարծում եմ այնտեղ 44 օրյա պատերազմի ընթացքում բավականին բաներ տեսանելի կլիներ, որտեղ հիմա ոնց էլ ասենք խաչվում են նույն հարավի ուղղությունը, պարզվեց հիմնական հարվածային ուղղությունն է, չէ՞, ինչ որ մենք նախանշել էինք Քարորիա պատերազմի ժամանակ, բայց մենք կենտրոնի վրա ենք կենտրոնացած եւ մեր ռազմավարությունը, ռազմական մտքի այնուամենայնիվ ճկուն չգտնվեց։ Անդադ հիմա շարքվում է լելեթափեն, վարչապետը, որը չի ապաշխարում իրականություն։ Բացարձակ։ Պարոն Քոչարյան, տեսեք, քանի որ նաեւ ձեզ մեղադրում են պատերազմը սանձազերծելու, պատերազմը սկսելու մեջ, ով է մեղադրում։ Ձեր քաղաքական հակառակորդները։ Ինչպես ասենք, մենք հարձակվեցինք Ադրբեջանի վրա։ Չէ, սադրեցիք։ Պարոն Քոչարյան, այս զեկույցից, այսինքն մի քանի, այսպես ասենք, կարող եք շեշտադրում բերել, որոնք հնարավոր դարձրեցին պատերազմը։ Որոնք են առանցքային գործոնները ըստ զեկույցի դուք հանգեցիք ինչին։ Դե կարող է դա բավականին ծավալուն լինել, բայց այն հիմնական դիտարկումները մի քանի բառով, չգիտեմ, արտաքին, ներքին, մի քանի բառով մեզ նկարագրեք հիմնական գործոնները, որոնք հնարավոր դարձրեցին պատերազմը։ Այս զեկույցը տվել է մի շատ կարևոր հարցի պատասխան։ Հայաստանը չի հարձակվի Ադրբեջանի վրա։ Ավելին, մենք ունեցել ենք նաև ապա տեղեկատվության բացահայտել ենք օջախ Արցախի։ Որտեղից։ Դա թողեք զեկույցը հրապարակելուց հետո կերևա։
եւ դա մեզ հնարավորություն է տվել գնահատելու թե հետագա զարգացումների մեջ մենք որտեղ ենք թերացել։ Միայն ռազմական, հա, ամբողջ մեքենայի թերությունները դա համված է։ Սկսած մեր պահեստազորի վիճակից, զորքերի վիճակից, կառավարման խնդիրներից ամեն ինչ համված է։ Ռազմաօդային, հակաօդային պաշտպանության գնումներ, ամեն ինչ կարող եք գտնել։ Նաև ներառված են հատվածներ, որոնք նաև քննության առարկա են քննչական մարմինների կողմից։ Դա չի խնդիրը։ Ըստ էության մենք պետքա հասկանանք, որ պահից սկսած բանակցային գործընթացից մենք ունեցանք խնդիրներ, որը անխուսափելիորեն պետքա լուծվեր պատերազմի միջոցով։ Բանակցային գործընթաց ասելով դուք նկատի ունեք 2018-ից թե 90-ականներից։ Ուրեմն 90-ականներից 18 եւ այլն։ Ինչի՞։ Որտեղ բանակցային գործընթացը անդադ փոխվել է մինչև Լիսաբոն, Լիսաբոնից հետո, հիմա խոսք է գնում մադրիդյան սկզբը առաջարկները մի հատ ուսումնասիրեն եւ այլն։ Եվ վերջին հաշվով հանրապետության վարչապետը 10 ժամ եկել եւ քննիչ հանձնաժողով հանդես է եկել։ Եվ եթե խնդիր կար այդ խնդիրների շուրջ, ասինքն շահարկումների բան կար, ես 3 անգամ կարծեմ նամակ եմ ուղարկել Վարդան Օսկանին, որպեսզի գա քննիչ հանձնաժողով եւ ինքը խուսափել է, որովհետեւ ուրիշ բանա լրատվամիջոցների առաջ բան խոսել, ուրիշ բանա քննիչ հանձնաժողովում ազգային ժողովի գալ եւ պատասխանել հարցերին։ Եվ մենք ունեցել ենք 5 ժամ բաց վարչապետի պարագայում եւ 5 ժամ փակ։ Հիմա բանակցային գործընթացները արդյոք տալիս էին խաղաղ ճանապարհով Ղարաբաղյան հարցի լուծմանը։ Եթե լուծում կար, հիմա բոլորը ասում են լուծումը կար եւ լուծումը գտնվում էր Փաշինյանի ձեռքում։ Հրապարակեք ասում են 19-ի առաջարկները դա։ Մի վարքյան, դա Փաշինյանը ասաց, որ կհրապարակեն ամեն ինչ իր հերթով։ Դե սեկուցնել եք ասում կհրապարակենք, դուրս է գալի չեք հրապարակում։ Ես չեմ հրապարակողը, բայց ես վստահ եմ, որ ինքը կունենա իր ընթացակարգով դեպի հասարակական, հա, լայն շերտերին ծանոթ լինելու հնարավորություն։ Կամ էլ ազնիվ չեք, պահում եք ընտրություններից առաջ եւ զեկույցը Այդպես ասում էր Սերյան Օհանյանը, որ զեկույցը պետքա օգտագործվի, այսօր ասել, Սպուտնիկում 26 թվականի ընտրություններից հետո, թխի ընտրություններից հետո, թե ընտրություններից առաջ զեկույցը այսօր էլ ինքը պատրաստ վիճակում գնալու է այն հասցեներով, որտեղ պետքա որոշումներ կայացնեն։ Այնպես որ եկեք լինենք ազնիվ, զեկույցի նպատակը նաև իհարկե հասարակությանը ինչ որ չափով տեղեկա, բայց ըստ աստիճանակարգի գաղտնիության։ Այնպես չի որ ամբողջությամբ եւ քաղաք հասարակությունն էլ, այնպես չի որ ամբողջությամբ ասում է որ մենք պետք է ամեն ինչին ծանոթ լինենք, բայց բաց մասը կարելի է տեսնել այնտեղ։ Պատերազմի հնարավորության մեջ մեր ներքին եւ արտաքին խնդիրների, խնդիրների կամ գործոնների հարաբերակցությունը, եթե այսպես մոտավոր տոկոսային, ինչքան կարող է լինել։ Մի բան ասեմ, որ բուն պատերազմի օրը մեր ծառայությունները բանակի իմացել են ամսի 26-ին։ Եվ դրա համար պայմանավորված ամսի 26-ին պաշտպանության նախարարը գնացել էր արտասահման եւ վերադարձավ երբ որ պատերազմը սկսվել էր։ Այսինքն ինքն էլ էր վստահ եղել, մենք այդ հարցը տվել ենք, որ պատերազմ չի լինելու, այդպես վստահեցրել էին տարբեր կենտրոններից։ Բայց պատերազմի մասին տեղեկությունը մեր ծառայությունները բանակի, որը հավաստիացրել է մեզ այդ ժամանակ գլխավոր շտաբի պետը, որին մենք լսել ենք, որ իրենք ռադիո կլանման միջոցով կարողացան իմանալ կոնկրետ օրը, բայց արդեն հրամանները մի քանի օր առաջ տրված էր բացազատելու զորամասերը, բայց մենք լավ կլիներ, որպեսզի ավելի շուտ իմանայինք եւ կասեցնեինք, բայց այդ ամենի մեջ իհարկե ձեր հարցի մեջ շատ կարևոր մի դրվագ կա։ Արդյոք մենք որ բանակցում էինք, մենք կարայինք մեղմեինք այս հնարավոր զարգացումները, որը ավարտվեց պատերազմով։ Օրակարգում միշտ պետք է դա լիներ 95-6 թվականից սկսած։ Լավ, չկար, 18-ից հետո կար այդ մեղմելու հնարավորությունը եւ եթե այո, ինչ գնով։ Ասեմ ձեզ, ես չեմ կարող այդ հատվածը ասեմ հոկտեմբերի որ օրը, երբ որ առաջարկ արվել հանրապետության վարչապետին, այնուամենայնիվ ինքը իր որոշումների մեջ առաջնորդվել է պետական շահի սպասարկումով։ 20 թվականի հոկտեմբեր։ Այո։ Ինչ առաջարկ։ Առաջարկ, որը ներառված է զեկույցի մեջ, որը մենք
հավաստիացել ենք հենց անձամբ հանրապետության վարչապետից։ Վերջը առաջարկներ են լինում, պատերազմը կանգնացնելու, ինչ որ պահի կանգնացնելու, ոնց կանգնացնելու։ Փորձերը տեսել ենք, մենք հիշում ենք։ Բայց առաջարկների խորության մեջ ոչ մեկը չի կարացել, չէ՞ մատնի։ Այդ առաջարկները ինչ են իրենցից ներկայացնում։ Այդ առաջարկները հնարավոր էր ընդունել թե ոչ։ Վերջին հաշվով Ինչու հնարավոր չէր օրինակ։ որովհետև հնարավոր չէր առաջարկների մեջ կային բաներ, որը ընդունել հիմա էլ ես գնում ենք դեպի խաղաղության, այ խաղաղության ճանապարհը հենց այն ճանապարհը պետքա լիներ, որի մեջ պետքա բացակայեն Հայաստանի շահին դեմ հնչեցրած որևէ առաջարկ։ Այդ առաջարկների մեջ եղել է Հայաստանի շահի դեմ առաջարկներ։ Այդպես կարելի անցնել է։ Որտեղից էին առաջարկները։ Չհրապարակված կամ դեռ չզեկուցված զեկուցի կարևորագույն հուշ գաղտնի դրվագները եթերում ես հնչեցնել պարզապես չեմ կարող։ Ձեր նախկին Բայց ես ըստ էության որոշ բաներ ըստ էության դուք փորձում եք հիմա ինչ որ բաներ այսպես քաշեք, բայց բավարարվենք նրանով, որ մենք ունենք զեկույց։ Այդ զեկույցը շատ կարևոր է մեր երկրի համար եւ այդ զեկույցը ամբողջացրելը մեկտեղելը բավականին մեծ տեղեկատվություն, որը եթե նայենք տարբեր տեղերում, տարբեր գրասենյակներում այսպես դրված են։ Մենք ամբողջացել եւ դարձել է զեկույց, որը կգնա այն հասցեները, որոնք պետքա որոշում կայացնեն։ Ավելին, այն ինչ որ վերաբերվում է այն խոչընդոտները պետքա վերացվեն, գտնվեն դրանց լուսման ճանապարհները, ինչի մասին դուք հարցեր տվեցիք, եթե կան իրավական խոչընդոտ, հիմա եւ ապագայում դրանք պետքա չլինեն։ Ապատեղեկատվության արտաքին օջախ, ապակողմնորոշող տեղեկություններ, Հայաստանի շահի դեմ առաջարկներ, դուք եթե ասեք օրինակ անունը այդ արտաքին օջախի կամ արտաքին դերակատարի առաջարկների, դա Հայաստանի համար ինչ ավելի ծանր հետևանքներ կարող է ունենալ, հետևաբար այդ անունը չի բացահայտվում։ Ես կարամ անուններ էլ ասեմ, բայց ոչ հիմա։ Անունները գրված են զեկույցի մեջ։ Կոնկրետ պաշտոնյաների, որոնք Ես նկատում եմ արտաքին։ Արտաքին։ Ներքինը դերակատարում չունեն, ներքինը արդեն գնում է պատերազմի ընթացքում դավաճանների այդ փունջը։ Հիմա դրան կգանք, արտաքինը ավարտենք։ Արտաքինը չենք ավարտելու, արտաքինը դրված է զեկույցի մեջ։ Ինչ ռանգի պաշտոնյաներ։ Բարձր շատ։ Երկրի ղեկավարներ։ Մի աստիճան ներքև, երկու աստիճան ներքև։ Անվտանգության խորհրդի ներկայացուցիչներ։ Երկու աստիճան ներքև։ Շատ բարձր մակարդակի, որտեղ տեղեկատվությունը պետքա որ կասկածի տեղի չտար, բայց ի պատիվ մերոց շուտկի վերլուծություն եղել է, նաև մեր կառույցների, որոնք փորձել են ճշտեն, բայց դա ժամանակի արդեն ընթացքում, որը մենք չունենք։ Մենք պետքա բանակը լիներ այն վիճակին, որ ինքը կարողանար դիմակայել, բայց մենք արդյոք 18-ից հետո այդ բանակն է եղել, որը որ կարար Ադրբեջանի այդ կուտակած, հզորություններին ծավալով դիմակայի, բայց ի պատիվ մեր բանակի այնուամենայնիվ դիմակայություն եղավ, որ չփլվեց ֆրոնտ ամբողջությամբ։ Փլվեց այնտեղ, որտեղ մենք պետքա շատ ամուր լինենք։ Հապկ ձեր գործընկերներին հարցրել եք ինչու եք մեզ ապակողմնորոշել։ Ես կարծում եմ երկրի ղեկավարը հարցրած կլինի հաստատ։ Եվ մեր այսօրվա զբաղեցրած դիրքը հապկի նկատմամբ հուշում է, որ այն ինչ որ մենք ակնկալում էինք հապկից լինելով նրա անդամ, մենք չտեսանք նրանց գործուն աջակցությունը, ոչ միտեղ։ Դե այդ Նաև վերջին գործողություններում, ջերմուկեն։ Այն ինչ որ հանրային Մենք կանոնակարգ օրենքից բխող առաջարկներ ենք արել եւ մնացել ենք ապատասխան։ Եղել են այսպես բան երկիրի կապուտը, սպասենք, լավ կլինի, չէ։ Դրա համար մենք հասկացանք, որ բանակը պետք է արձիականացնենք եւ ամեն խաղաղության օրը դա ասո պարգև է եւ մենք պետք է ամեն օր աշխատենք։ Պետք է ռազմաարդյունաբերությունը զարգանա եւ պետք է զարգանա բավականին լավ տեմպերով։ Այսինքն հապկ գործընկերները հակված չէին Հայաստանի բանակի զարգացմամբ, արդիականացմամբ եւ առավելևս խաղաղությամբ։ Կառույցը ոչ մի բանի հակված չի։ Այդ կառույցը ունի քաղաքական։ Ես հապկացելով միանգամից նշեմ նկատի ունեմ Ռուսաստանը։ Դե Ռուսաստանը տեսնում ենք արդեն որոշ տարին է Ուկրաինայի հետ պատերազմը եւ կարելի է պատկերացում կազմել, բայց Ռուսաստանը այս պատերազմի ընթացքում նաև ուզի թե չուզի զարգացնում է իր կարողությունները եւ ռազմաարդյունաբերության եւ կառավարման Մեր իրավիճակը Ուկրաինայից փոքրինչ առաջ էր։ Բայց մենք նաև ունենք նվիրյալներ եւ բանակում եւ բանակից դուրս, որոնք պատկերացնում են, որ մեր երկրի անվտանգությունն է, որը կլուծի մեր բոլորիս անվտանգ միջավայրում ապրելու հնարավորությունը։ Որտեղ Հայաստանն է, որ
լինելու է այն միջավայրը, որտեղ ամեն մեկս կարանք, եթե անում ենք այդ խնդիրները լուծված ենք տեսնում, լինենք անվտանգ եւ ապահով։ Այնպիսի մի հարց զեկույցում քննել եք ու եզրահանգել եք, թե արտաքին, թե ներքին, որը հանրությունը չի էլ կարող ենթադրել։ Այսինքն նրա ծավալի ազդեցության եւ այսպես բան իր բնազդները, ոչ թե բնազդները, այլ իր ընկալումները, որոնք շատ դեպքերում շատ հավաքական են։ Ասում են, չէ, ժողովրդի չի սխալվում։ Դա կարելի ասել, որ մեր հանրությունը վերջնա հաշվարկում պետք է չսխալվի։ Ինքը շատ լավ գիտի, թե ով էր մեր բարեկամը եւ ով էր մեր կեղծ բարեկամը։ Եվ որտեղ մենք սխալվեցինք եւ որտեղ չսխալվեցինք։ Եվ հիմա եկել է պահը քարերը հավաքելու, մենք սխալվելու էլ տեղ չունենք։ Եվ այն ինչ որ մենք պետք է անենք մեր ամենագային միջավայրի զարգացման համար, այստեղ կեղծ բարեկամ կամ մեզ խափող բարեկամ պետք է չլինի, մենք պետք է հույսներս մեր վրա դնելով նաեւ գտնենք այն բարեկամներին, որոնք պետք է շատ դեպքերում մեզ աջակցեն մեր նպատակներին հասնելու։ Տեսեք, Ադրբեջանը գոնե ուներ աջակիցների մի հսկա բանակ, հանձինես Իսրայելի, Թուրքիայի, Պակիստանի եւ այդպես շարունակ։ Իհարկե, նաեւ իրենց կարողությունները անհամատել են մեր հնարավորությունների մեջ, բայց մենք 94-ից հետո ունեցել ենք հնարավորություն բազմաթիվ խնդիրներ լուծելու, որը չենք լուծել։ Հարցի պատասխանը զեկույցը տալիս է, թե ինչու Հայաստանը չի ունեցել աջակիցներին։ Այո։ Բայց դա պետք է փնտրել կոնկրետ զեկույցի մեջ։ Աջակիցների չունենալու պատասխանը պետք է գտնել մեր մեծամտության մեջ 94-ից սկսած եւ հարցերի լուծումից փախնելու ստատուս կվո ենք միշտ մանեկել։ Ինչու կանթաթ հիշում 94, այսինքն 94 հրադադար հնարավոր էր դրանից հետո խաղաղության հաստատում եւ խնդրի, այսպես ասենք, վերջնականացում։ Ինչու կանթաթ դա շեշտում։ Որովհետեւ դրանից հետո մեր ամենա ուժեղ վիճակն է եղել 2-3 տարի, որտեղից մենք պետք է օգտվենք։ Ու ինչու չի եղել։ Որովհետև մեր քաղաքական իշխանության վերնախավում չեղավ ամբողջական ընկալում, որ հիմա պետք է լուծել այդ հարցը։ Հիմա պատերազմով իհարկե խնդիրը լուծվեց, բայց մինչև պատերազմ 16-ից հետո 16-ից առաջին ծիծեռնակն էր։ Ես գիտեմ, որ նաև անդադ խոսվում է, որ այն ժամանակվա ղեկավարը Սերժ Սարգսյանը գնաց Ղարաբաղ եւ ասաց sense չի, եկեք լուծումները գտնենք, որովհետև հաջորդ հարվածը լինելու է շատ ավելի շոշափելի եւ մենք պատրաստ չենք դրան։ Ես գիտեմ, այդ զրույցի մասնակիցները բարբերաբար արտահոսքեր են անում, ովքեր մասնակցել են Ղարաբաղյան էլիտան, այսպես ասեմ։ Եվ հետո Ղարաբաղը ներքաշեցին տարբեր արտաքին խաղերի միջավայր, որի արդյունքում Ղարաբաղը մենք կորցրեցինք, հայաթափվեց։ Գնում էին Ղարաբաղ գործուղված քաղաքական օրակարգ ձևավորող, հա, գործիչներ, օրինակ տարբեր մարդիկ, որոնք գնացին Պաշտոն, Ռուբեն Վարդյանը գնաց եւ այսպես հետո Ղարաբաղը գործուղված որտեղից։ Որտեղ էր։ Դուք չեք գործուղել։ Մենք չենք։ Բա ով է գործուղել։ Բայց չէ որ Ռուբեն Վարդյանը Ռուսաստանից գնաց Ղարաբաղ։ Ռուսաստանն էր գործ։ Բնականաբար ինքը Ռուսաստանի տնտեսական շրջանակների ներկայացուցիչ էր։ Տրոկա դիալոգը այլ երկրում չի ստեղծվել։ Բայց դրա մեջ չի հարցը։ Ռուբեն Վարդյանն էլ սխալվեց եւ այսօր այդ սխալները ունեցան հետևանքներ։ Եվ նույնիսկ մինչև վերջի պահը, մինչև Շարամանյանի ստորագրությունը Արցախը լուծելու եւ Հայաստանի ինչ որ զինված ուժերի մասին հայտարարություն անելը, դա մեծ վտանգ է մինչև հիմա էլ Հայաստանի հանրապետության գլխին իրավական առումով։ Լավ, պարոն Քոչարյան։ Ելս մենք Շարամանյանն ենք լսել քննության ժողովում։ Եվ հետաքրքիր բաներ ասել է։ Բնականաբար, բախենք կանչել 3 ժամ էլ ինքն է մեր հյուրը եղել։ Հյուրը այն առումով, որ եղել են հարցեր, որը պիտի տայինք իրեն։ Ինքը անմիջապես արձագանքեց մեր հրավերին, ի տարբերություն Վարդան Օսկանի, որը մինչև հիմա փախած է եւ անդադ այսպես ինչ որ անկյուններից դուրս է գալի, ասում է Փաշինյանը մեծ հնարավորություն պիտի ունեներ, բայց չարեց, որտեղ ամենալիգիտիմն էր։ Ես էլ հարց եմ տալի, բա քո 10 տարի եղել ես Ռոբերտ Քոչարյանի, այն ժամանակ էլ ասում էր Քոչարյան Ռոբերտն է լիգիտիմ։ Պարզոց լիգիտիմ չէ, չէ՞։ Շահրամանյանը հարցրել է կամ գոնե ձեզ ասել է, հիմա ստորագրել է այդպիսի հրամանագիր թե ոչ։ Իհարկե։ Հա։ Իհարկե։ Դե դատի է տվել, որ տենց բան։ Եթե դա իր խնդրեմն է։ Այդ առանց այդ հրամանագիրի վերջին ասում է հրամանագիրը ոչ մեկը չի չեղարկել։ Ինքը տվել է, ինքն չեղարկել է, կներեք։ Բայց դա ունեցավ քաղաքական հետևանք։
Հրամանագիր ինքն է գրել։ Կոլեկտիվ երու որոշման արդյունքում հրամանագիր է գրվել, հավաքվել էին տղերքով, պարզա չէ, եւ Շարամանյանը ստորագրեց, մեզ ասում էր, որ ինքը կյանքեր է փրկել, իսկ գուցե չմտնեին այդ քաղաքական ավանտյուրայի մեջ, եւ մենք ունենային քաղաքական այլ ընթացք։ Քաղաքական ավանտյուրան ռուսներին վստահել է։ Երբ որ Արցախի նախագահը պարտադրված գնաց հրաժարականի եւ այն գործընթացը, որը մեզ հույս կտար ինչ որ պահի գոնե Արցախը հեռու պահել հաջորդ հարձակումից, որը կործանարար եղավ, ինչ որտեղ նաեւ մենք կարողանայինք արտաքին գոնե հարթակներում դա պահպանենք այդ տրամաբանությունը։ Դավաճաններ, մեղավորներ մեր սիրելի թեմային գանք ներքին։ Դե Զեկույցը ինչ ասում ես մասում։ երբ որ ընդդիմության գործընկերները նոյեմբերից ասում էին, որ դուք դավաճանել եք, կապիտուլյացիա եք ստեղծել, հիմա էլ չեն ասում, չէ՞ որ նոյեմբերի 9-ը դավաճանական փաստաթուղթ է, որտեղ նոյեմբերի 9-ը պետք է ստորագրվեր, որպեսզի պատերազմ կանգներ եւ մենք ունենայինք հնարավորություն այդ վիճակից գոնե սահուն դուրս գալու։ Բայց դեպքերը այլ ձև զարգացան, որտեղ այդտեղ էլ մենք հայ վերջի խելքը չաշխատեց, որպեսզի հասկանայինք, որ պետք է միաբանվենք եւ ընդդիմությունը ոչ թե ժողովրդին եւ զորքը փորձեր անել փողոց, զորքը։ Իրենք անդադ Բաղարյան փողոցում ասում են զոր կարի իշխանությունը վերցրի դուր մեզ, թե իրանց տային ինչ անեն, փոխվելու է նոյեմբերին, հիմա էլ խաղաղություն թե պատերազմ։ Վերջին հաշվով այդ բանը բանաձևը մինչև հիմա մեզ ուղեկցում է, իհարկե անշեղորեն խաղաղություն, բայց խաղաղությունը պետք է ունենա հենակետեր, ոտքեր։ Դավաճանություն, մեղավորներ հարցը տվեցի, սկսեցի ընդդիմությունից խոսել։ Չբաղումից խոսեմ, եթե իրանք են ասում դավաճան։ Երբ որ մեզ այդ սկզբնական շրջանում, ասենք ինձ էլ են գոռացել դավաճան, ասեմ դավաճանը տատը, տա կամ չգիտեմ ով։ Դե այդ պարզ է, բայց այնուամենայնիվ զեկույցը տալիս է անուններ, հա, եւ դրանց սահմանումներ։ Անուններ ո՞ր շերտով։ Երբ Դավաճանություն ասելով ի՞նչի նկատի ունեք։ Դե սպասում եմ որ դուք ասեք։ Շարաշությունների մասին է խոսքը, բացահայտումների, թե այն դավաճանությունները, որոնք $200 դիրքերից տեղեկություն են փոխանցել հակառակորդին։ Ինչի մասին եք ասում։ Դուք ասեք, բացեք։ Վերջին հաշվով քրեական գործեր կան եւ այդ քրեական գործերում այդ բացահայտումները նաեւ հələ այդ բացահայտումների այն շերտն է, որը որ բացահայտված է։ Իսկ ինչքան չբացահայտված այդպիսի դրվագներ կան։ Ոնց է աշխատել հակառակորդի համապատասխան կառույցները։ Մեր անձնական տվյալները ոնց են հասել իրենց, որտեղ են այդ տվյալներից օգտվել։ Վերջին հաշվով նաև զեկույցում արկա է, որ մենք նույնիսկ կապի արդիական միջոցները չենք ունեցել, մենք սովորական հեռախոսներով ենք հրամանները տվել, երբ որ պետքա փակ լիներ, երբ որ թրջող հաճախականության կայանները, որի համար հսկայական գումարներ ա դրված եղել, իր նպատակին չի ծառայել։ Ավտոմատ կառավարման համակարգերը հսկայական գումարներ ա դրվել։ Ուր է Արշակ Կարապետյանը։ Ուր է Ռուսաստանը։ Բա մեր մյուսը Միխայել Հարությունյանը որտեղ է։ Այնտեղ։ Էս ինչ աստծո դժվարություն է։ Վիգեն Սարգսյանը որտեղ է։ Մեր պաշտպանության նախարար, չէ, Սոչիում։ Չէ, Ամերիկայում է այնտեղ։ Բոլորը sense լավ այնց այս ստատուս քվոյի վրա հարստացան եւ ասին բախ իշխանությունները այսօր մեղավոր են, որովհետեւ մենք պարտվեցինք շատ լավ։ Մենք մեր մեղքի բաժանը չենք ժխտում, որ մենք էլ ընդունել ենք մի բան, որը պետք է արագ փոխվեր։ Հիմա ես ձեզ հարց տամ։ Միքայել Հարությունյան, չգիտեմ, Կարապետյան եւ այլն ո՞նց են գնացել։ Սահմանը հատել են, որտեղ աջակիցներ են ունեցել։ Որտեղ մենք դատայրավական համակարգի բարեփոխումների մասին անդադ խոսում ենք, բայց վեթինգը մնաց մեր երազանքների մեջ։ Իդեպ այդտեղ նաեւ իր առանցքային դերակատարություն ունեցավ պետայրավական հանձնաժողովը։ Պետք է հարց ուղղեք, կանչեք այստեղ պետայրական հանձնաժողովի նախագահին, ոնց որ ինձ եք այսպես հարցեր տալի եւ փորձում եք ամեն ինչ քաշեք, հարցրեք ինչի վեթինգը չեղավ։ Չէ որ հիմա էլ հա վեթինգի մասին ենք խոսում։ Տեսեք, մարտի 1-ը 17.5 տարի տևեց եւ այն դատավորները, քննիչները, որոնք այդ process-ի մեջ մասնակից են եղել այդ կեղծիքների ձևավորմանը, նրանք ցույց շատերը այսօր էլ պաշտոնավարում են։ Խնդիր ունենք, բնականաբար պետք է լուծենք։ Դե հիմա մարդիկ կանգնեն ասեն, ոնց որ աջակիցներ են ունեցել հանգիստ Հայաստանը լքել են, այն շրջանակներն են, որոնց օրինակ կարող եք մեղադրել ապակողմնորոշող տեղեկությունների մեջ, կասեն դուք ուղղակի չեք տիրապետել իրավիճակին, մենք ձեզ չենք ապակողմնորոշել։ Ինչ պայր եղել է, որ մենք թավշա փիլիսոփայությամբ ենք շարժվել, բայց այսօր ես կարծում եմ մեր անվտանգային մարմինները ավելի հասունացած են եւ դրա համար էլ որոշակի խնդիրներ անում են բացահայտումներ, որը ոչ մեկի սրտով չի։ Եվ բոլորը ասում են, եթե ահաբեկչության խնդիր ա եղել, ինչի է գնացել այդ մարդկանց վերցնել։
Մենք էլ ասում ենք, վերցրել ենք, որպեսզի ահաբեկչությունը չլինի։ Հիմա դատական process-ներ են գնում եւ այլն։ Հիմա հոգեվորականներ կան դրա մեջ ներառված։ Երբ որ կիրանցում էս process-ը Ռոբերտ Քոչարյանի թեթև ձեռքով տվեցին Գալստանյանին, դա ինչ նպատակ էր հետապնդում։ Վերջին հաշվով իրանցի սահմանազատումը եւ սահմանագծումը այսօր ինչ որ խնդիր լուծեց այդ հատվածը, որը պետք է շարունակվի։ Հիմա անդադ շահարկել քաղաքական օրակարգ բերել մի բան, որը էլի բաժանարը գիծ է դնում պուպուշների եւ ոչ պուպուշների, ավելի ճիշտ դավաճանների եւ ոչ դավաճանների։ Դե մենք ձեզանից որպես հանրություն բնականաբար ակնկալում ենք թափանցիկություն, հաշվետվողականություն, մանավանդ խորհրդարանից եւ այս ինչ վերաբերում է նաեւ այս զեկույցին, հա, եւ ի վերջո այո պատասխաններ, որովհետեւ շատ թանկ գին է վճարվել տեղի ունեցածի համար ու դուք շատ ճիշտ ակնկալություն ունեք զեկույցից։ Մենք որպես խորհրդարան ստեղծել ենք քննիչ անվաժողով եւ իշխանության նաեւ որոշումով է դա եղել։ Իշխանությունը եթե չուզեր չէր ստեղծի այդ քննիչ անվաժողովը։ Հիմա խաղարկում են, որ իշխանությունները ինչ որ թաքցնելու բան հոբ այդպիսի բան եթե իշխանությունները ուզենային, քննիչ անվաժողովը այսքան չէր գոյատևի եւ չէր ունենա զեկույց։ Իշխանությունները արել են մի բան, որը պետքա բոլորիս։ Մեր գործընկերներին ֆակտորին զրույցից ճիշտ է արդյոք իմ տպավորությունը, երբ խոսեցիք Տավուշյան 20 թվականի մարտերի մասին, ես տպավորություն ստացա, որ դուք այնքան էլ չեք կիսում կամ կիսել մոտեցումը այդ մարտերի ուռճացման, հետո Սարդարապատ եւ այլն։ Ես ասեմ, մարտերի ուռճացման խնդիրը առանձին է։ Տաուշի սկսված գործընթացները ըստ էության վիճակ փոխեցին եւ դա հաստատել է նաեւ արտաքին գործերի նախարար Զորաբ Մնացականյանը, որտեղ միջև այդ կար ինչ որ շփումների ձևաչափ, հետո դա փոխվեց, որտեղ այդ գործողությունների արդյունքում նաեւ Բաքվում ըմբոստություն եղավ եւ պարլամենտ լսվեցին մարդիկ։ Դրանից օգտվեցին նաեւ արտաքին խաղացողները, դա ակնհայտ էր։ Այն ժամանակ ոչ մեկը չէր գիտակցի, որ սրա հիմքում ինչ կարելի է տեսնել։ Երբ ասում եք արդյունքում, ես ճիշտ էլի հասկանանք, այսինքն արդյունքում երբ Հայաստանը կարողացավ չեզոքացնել, դա դրա արդյունքում տեղի ունեցան Դրա process-ներ, արդյունքում ձևավորվեց մի գործընթաց, որը արագացրեց պատերազմի որոշումը։ Այսինքն եթե Հայաստանը չկարողանա չեզոքացնել Տավուշը, պատերազմի որոշումը ուշ է Հայաստանը լինելու։ Տավուշի դեպքերը դուք նայում եք որպես լոկալ մեծ պատերազմի չեզոքացում։ Լսեք, երբ որ ես խոսում եմ արտաքին օպերատիվ խաղերի մասին, որտեղ մենակ տեղեկատվություն հավաքելը չի, նաև գործողությունների դրդելը եւ դրա արդյունքում ունենալ մի վիճակ, որից պետք է օգտվել նաև ռազմական միջամտության տեսանկյունից, դրանք կներեք, դրանք շատ բարդ խնդիրներ են, որի համար Հայաստանը ստեղծում է այն գործիքները, որպեսզի օր առաջ տեղեկացված լինի նման իրավիճակների ստեղծման գործընթացի մասին։ Հայաստանին դրդել են։ Հայաստանին դրդելու մասին չի։ Հայաստանը մտել է մի process-ի մեջ, որը անխուսափելի ավարտվել է պատերազմով։ Հայաստանին, այո, երբ որ Տավուշ եւ այլն եւ չմոռանանք, որ տարբեր նաեւ բացահայտումների կարիք ազգացվում, թե այդ գործընթացի մեջ այդ որոշումները ինչ մակարդում է կայացվել եւ ինչու։ Վերջին հաշվով այնտեղ մենք ունեցել ենք կորպուսի հրամանատար, որը մինչեւ հիմա այդ հարցաշարի պատասխանները չի տվել։ Իհարկե այլ քրեական գործեր կան, հակառակ դեպքում քննիչ անձնաժողովը Գրիգորի Խաչատուրովը պետք է հրավիրել քննիչ անձնաժողով։ Իմջելոց իր հորն էլ կանչել են քարորիայի ժամանակ եւ նա չի եկել։ Ճշտող հարց էլի, այսինքն Տավուշից հնարավոր էր խուսափել։ Ինչ անշամ հնարավոր խուսափել։ Չէ, ճշտող հարց եմ տալիս եւ ով է սահմանային վիճակ է եղել, որի արդյունքում եղել է կրակոց, որի շարունակությունը ունեցել է քաղաքական հետևանքներ։ Ասում եք Հայաստանը մտել է մի process-ի մեջ։ Հայաստանի սահմաններում առաջացել է մի իրավիճակ, երբ որ կրակոցներ են եղել եւ դա ունեցել է հետագայում քաղաքական զարգացումներ։ Պարզ չի ասված։ Ոնց ասեմ, դրանից ավել հնարավոր չի փակագծեր բացել։ Դրանից ավել քննիչ անձնաժողովի զեկույցից հետո համապատասխան կառույցները պետք է խորանան։ Պետք է խորանան։ Շատ լավ, այդ դրանք նորից գանք զեկույցին, զեկույցը շատ կարեւոր է։ Զեկույցի շուրջ բոլոր շահարկումները ընդունելի չեն։ Հիմա շատ լավ շահարկումներ լինելու են այնքան, քանի դեռ շահարկումները բացահայտված չէ։ Շահարկումները նույնպես պլանավորված են։ Այն հոդվածները, որոնք գրվում են, դրանք հիմնազուրկ են,
Եվ գրվում են կոնկրետ առաջի հերթին ժողովրդի աղբյուրներ, ինչ աղբյուր։ Չի կարող աղբյուր լինի, իրենց հոդվածների հիմքում սխալ աղբյուրներ են։ Վերջերս էլ հարցազրույցները վերցրել մեր երկու գործընկերներից, որոնք կներեք այդ հարցազրույցի մեջ խոսել են բաներ, որը իմ ուղարկած նամակները հերքում են, որպեսզի բան կարա լինի։ Երբ որ ես ժամանակին նաև հանձնաժողովի բոլոր անդամներին ուղարկել եմ 23 սեպտեմբեր 24 թիվ, տեղեկացնում եմ ձեզ, հանձնաժողովի մեր քննիչ հանձնաժողովը 44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի փաստերի հավաքագրման եւ ամփոփման աշխատանքները մոտենում են ավարտին, տեղեկացնում են բոլորին, երբ որ բոլորը պետքա մասնակցեն եւ մեծամասամբ մասնակցել են։ Ինչի կապակցությամբ հաշվի առնելով ձեր ներկայությունն ու մասնակցությունը հանձնաժողովի նիստերին, խնդրում եմ 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տարբերակով ներկայացնել ձեր նկատառումները։ Ավելի պարզանալով ասեմ։ Եվ բոլորը մասնակցություն։ Խոսքը հանձնաժողովի անդամները, որոնք հարցազրույցներ են տվել վերջերս ժողովրդին, եւ այս պարզ բանը անտեսել են, որ ասել ենք, խնդրել ենք, եկեք։ Ոչ միայն պետքա խնդրենք, իրանք այդ տարու կեսը նույնքան ինչքան ես եւ հանձնաժողովի մյուս անդամները մեզ հատկացված տարածքում նյութերի վրա աշխատանք ենք տարել, բոլորը դիտանեն։ Նույնիսկ եթե համաձայն չէին մեզ հետ, իրանք իրավասու էին հատուկ կարծիքով հանդես գային։ Դա էլ չի եղել։ Հաջորդ նամակով արդեն 25 թվականի ապրիլի 16-ին Ինչ եմ ես ասում, հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 22-ին ձեզ էր ուղարկվել, այս ինչ 28-ին 10 օրյա ժամկետում, որպեսզի ներկայացնենք ձեր առաջարկները։ Հանձնաժողովի զեկույցի վերջնական ամփոփման կապակցությամբ առաջարկում եմ մինչև 25 թվականի մայիսի 16-ը գրավոր տարբերակով ներկայացնել ձեր նկատառումները։ Հիմա նկատառումները չկան։ Աշխատանքին մասնակցություն չկա եւ մեկ էլ ժողովրդին ասում են Անդրանիկ Քոչարյանը մեզ թույլ չի տվել որ ծանոթանանք։ Ոնց։ Բայց ժամկետների այս նամակագրությունը խոսում է կամ դուք չեք կարդում ձեր նամակները, կամ դուք ազնիվ չեք, որովհետև ես ճեպազորույցի ժամանակ, երբ որ խոսեցի, որ երկու անգամ զգուշացրել եմ եկեք, ժողովրդը մեր ընկերներին հարցը տվել է այսպես. ձեզ փաստորեն տվել են զեկույցները ծանոթանալու։ Նրանք ասում են ոչ։ Ես զեկույցների ծանոթացման համար իրենք պետքա թույլտվության խնդիր չլիներ, որտեղ այդ 330 սենյակը բոլորի համար բաց է եղել հանձնաժողովի անդամների։ Ինչ եմ ուզում ասեմ, շահարկումները վատ բաներ են, թող չփորձեն շահարկեն։ Հիմա շահարկում են, որ գիտեք ինչ, բանը հիմա sense մի հատ մեջը բան կա, այո, մեջը բան կա, որը պետքա պետությանը եւ պետական ինստիտուտներին եւ մեր ժողովրդին։ Եկեք այդ դաշտից դաշտ չմտնեք, իրավական խնդիր կա, այո, այդ իրավական խնդիրները կլուծենք, անպայման կլուծվեն։ Ձև չկա չլուծեն, որտեղ զեկույցի ներկայությունը հուշում է, որ եթե չլուծենք, զեկույցը ինքը իրան իր ճանապարհը բացելու է։ Ոնց որ փաստավակ խմբի զեկույցները իրանց ճանապարհը հարթեցին։ Քարորյան ինչ որ չափով բացեց, եթե դասեր չքաղենք, դասեր քաղած լինենք 44 օրային ավելի պատրաստված կլինենք։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր խորհրդանի անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր։ Մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Երեք, երկու, մեկ, գնացինք, աննախադեպ ակցիա իդեալ համակարգում, գնեք 3 քառակուսի մետր սալիկ և ստացեք ևս 2 քառակուսի մետրն ընդամենը 1 դրամով, եվրոպական լավագույն արտադրողների ավելի քան 3000 տեսակի ոճային սալիկներ 1 հարգի տակ աննախադեպ պայմանով, գործում է նաև ապարիկ վաճառք 18 ամիս 0% տոկոսադրույքով, կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ, մանրամասները idealsystem.am, իդեալ համակարգ, 28 տարի դեպի կատարելություն։